ինչ չի ծախում, թավը։ Հովտաշատի շուկայում գյուղացիները մտահոգ են։ Գյուղմթերքի գինը նախորդ տարվա համեմատ ավելի քան կրկնակի է նվազել։ Անցած տարի մենք լոբին դուրս էինք անում, հարմար գներով դուրս էինք անում, այս տարի համ քիչ է, համ շատ էժան։ Հիմնական պատճառներից մեկը ռուսական շուկա արտահանման հետ կապված խնդիրն է։ Հայկական բերքի իրացման հիմնական ուղղությունը փակվել է, ինչի հետևանքով հայ գյուղացու բերքը մնում է տեղական շուկայում։ Անցած տարի օրինակ ես այս լոբին տանում էի, ասում էի Ռուսաստան, վաճառում է համարը 700 դրամ փող էր նստում վրես, միշտեղ բերել ենք 300 դրամ չենք կարող ծախենք։ Ուժեղ Հայաստան խմբակցության երկու падգամավոր Տիգրան Աբրահամյանն ու Հարություն Մնացականյանը անձամբ են գնացել շուկա։ Լսում են առևտրականների բարձրացրած խնդիրները։ Այդպիսով պատրաստվում են եկող նիստերին, թե ինչ թիրախային հարցեր բարձրացնեն ԱԺ ամբիոնից։ Մեր ֆերմերային տնտեսությունները գտնվում են օրասական ծանր վիճակում, 60 մենակ թողել այս օրասական վիճակում, ըստ իս դա ճիշտ չի։ Կարտոֆիլի գինը մի տնտեսվարողի մոտ, մի ֆերմերի մոտ անցած տարի 150 դրամ էր, այս տարի 80 դրամ է եւ սա պայմանավորված է դրանով, որ անցած տարի արտահանում կար կարտոֆիլի։ Երեկ Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր Վլադիմիր Պուտինին, խնդրելու միջոցներ ձեռնարկել։ Այսօր այս խնդրի հիմնական պատասխանատուն բնականաբար երկրի իշխանություններն են, որոնք որ լինելով 8 տարի իշխանության չեն փորձել որևիցե կերպ դիվերսիֆիկացնել հայ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը։ Զանգելուն պետք է չհասներ այս խնդիրը, ոչ թե պատահապաշտության պատճառով բազմաթիվ տնտեսություններ այսօր բանկրոտի եզրին են կանգնած։ Սնանկության եզրին են հայտնվել մարդիկ։ ՌԴ շուկայի փակ լինելը մեր տնտեսության համար ծանր հետևանքներ ունեցավ։ Իսկ ուժեղ Հայաստանը լսում ու տեսնում է, ականջալուր է հայ գյուղացու վաճառականի խնդիրներին։ Դիվերսիֆիկացման համար անհրաժեշտ է ընդհանուր այս պեստիցիդների վաճառքի վերահսկողություն, մթերման կայաններ, լոգիստիկ, տրանսպորտային ծախսերի համապատասխան ձևով սուբսիդավորում եւ հնարավորինս տրանսպորտային ծախսերի գնի իջեցում։ Կիրակին օրընտիր падգամավորները երթմամբ կստանձնեն իրենց պարտականությունները, իսկ առջևում խնդիրները սպասում են իրենց լուծումներին։